Հեպատիտը հիվանդություն է, որն ընթանում է լյարդի ախտահարմամբ և բորբոքմամբ։ Հեպատիտը խաթարում է լյարդի նորմալ գործունեությունը, այդ թվում սպիտակուցների արտադրությունը և ոչ պետքական արգասիքների արյան զտումը։ Կան հեպատիտների տարբեր տեսակներ, որոնք կարող են ստանալ սկսած թեթևից մինչև շատ ծանր ընթացք։ Վիրուսային հեպատիտների 5 հիմնական տեսակներն են հեպատիտ A-ն, հիվանդություն է, որը տևում է մի քանի շաբաթից մինչև 6 ամիս։ Հեպատիտ B-ն ծանր վարակային հիվանդություն է, որը կարող է բերել լյարդի վնասման։ Հեպատիտ C-ն հիվանդություն է, որը կարող է ընթանալ սուր կամ քրոնիկ ընթացքով։ Հեպատիտ D-ն հազվադեպ հանդիպող հիվանդություն է, որը հայտնաբերվում է միայն հեպատիտ B-ով վարակված մարդկանց մոտ։ Հեպատիտ E-ն կարճատև ընթացքով հազվադեպ հանդիպող հիվանդություն է, որը հղի կանանց մոտ կարող է ստանալ սուր ընթացք։ Կան նաև հեպատիտի ոչ վարակային տեսակներ, այդ թվում աուտոիմունը և ալկոհոլային հեպատիտը։ Եվ հեպատիտի մեկ տեսակը ունենալը բնավ չի նշանակում, որ չեք կարող վարակվել կամ հիվանդանալ մյուս տեսակով։ Հեպատիտի տեսակից կախված կարող են լինել տարբեր ախտանիշներ և դրսևորումներ։ Մաշկի և աչքերի դեղնություն, դեղնուկ, ընդհանուր թուլություն և հոգնածություն, սրտխառնոց և ախորժակի բացակայություն, մկանացավեր, հոդացավեր, ցավ որովայնի վերին հատվածում, ավելի հաճախ աջ թուլակողում, կղանքի գունազրկում, երբ կղանքը դառնում է կավեգույն, մուգ մեզ։ Հեպատիտի պատճառներից են հեպատիտ A-ի վարակը տարածվում է այս հիվանդությամբ մարդու հետ ուղղակի շփվելիս կամ վարակված մարդու կղանքով աղտոտված մթերքներ, հեղուկներ, ջուր և ըմպելիքներ ընդունելիս։ Հեպատիտ B-ն տարածվում է վարակված մարդու օրգանիզմի կենսահեղուկների հետ շփվելիս, արյուն, թուք և այլն։ Հեպատիտ C-ն սովորաբար փոխանցվում է արյան միջոցով, օրինակ ներերակային թմրամիջոցները համատեղ օգտագործելիս կամ հղի մորից իր երեխային։ Աուտոիմուն հեպատիտի պատճառը իմունային համակարգի խանգարումն է, երբ իմունային բջիջները սկսում են պայքարել սեփական լյարդային բջիջների դեմ։ Ալկոհոլային հեպատիտի պատճառը ալկոհոլի չարաշահումն է, մեծ քանակներով և հաճախակի օգտագործելը։ Որոշ մարդկանց մոտ հեպատիտը ընթանում է անախտանիշ։ Այն դեպքում, երբ ոմանց մոտ նկատվում է մաշկի դեղնություն, աչքի սպիտակուցային թաղանթի դեղնություն, ախորժակի կորուստ, սրտխառնոց, փսխում, դիարեա, լուծ, դյուր հոգնելիություն, ցավ որովայնում։ Վիրուսային հեպատիտը ամբողջ աշխարհում հանդիպում է ամենահաճախը։ Վիրուսային հեպատիտը առաջանում է 5 տարբեր վիրուսներից՝ A, B, C, D և E։ Հեպատիտ A-ն և հեպատիտ E-ն ընթանում են գրեթե նույն ձև։ Նրանք երկուսն էլ հանդիպում են հիմնականում զարգացող երկրներում, փոխանցվում են ֆեկալ-օրալ ճանապարհով, ելքը կարող է լինել ինքնալավացումը, չեն անցնում քրոնիկական ձևի։ Հեպատիտ B-ն և C-ն կարող են ընթանալ ինչպես սուր, այնպես էլ քրոնիկ ձևով։ Հեպատիտ D-ի վիրուսը դեֆեկտային վիրուս է, քանի որ նրա բազմացման համար անհրաժեշտ է հեպատիտ B վիրուսը։ Ալկոհոլային հեպատիտ։ Ալկոհոլի չարաշահումը հանդիսանում է հեպատիտների առաջացման գործոններից առաջինը, հետագայում նաև ցիրոզի զարգացում։ Լյարդի ալկոհոլային ախտահարումներից ամենահաճախ հանդիպողը ալկոհոլային հեպատիտն է։ Լյարդի ալկոհոլային աղտահարումը իր մեջ ներառում է ալկոհոլային հեպատոզը, ալկոհոլային հեպատիտը, ալկոհոլային ցիրոզը, լյարդի քաղցկեղը։ Որպես օրենք, հեպատիտը առաջանում է ալկոհոլի երկարաժամկետ օգտագործման արդյունքում և հանդիպում է ալկոհոլամոլների 10-ից 20%-ի մոտ։ Լյարդի ախտահարումը կախված է ինչպես ալկոհոլի ընդունման քանակից, այնպես էլ ժամանակահատվածից։ Ալկոհոլի երկարաժամկետ օգտագործումը օրական 80 մլ. տղամարդկանց մոտ և 40 մլ. կանանց մոտ ի վերջո բերում է ալկոհոլային հեպատիտի զարգացման։
Ալկոհոլային հեպատիտը կարող է ընթանալ անախտանիշ, արտահայտվել ընդամենը հեպատոմեգալիայով, լյարդի չափսերի մեծացում, սուր կամ քրոնիկ հեպատիտի եղանակով և լյարդային անբավարարությամբ։ Աուտոիմուն հեպատիտը քրոնիկ բորբոքային հիվանդություն է, որի առաջացման հիմնական պատճառը իմունային համակարգի ոչ նորմալ պատասխանն է լյարդային բջիջների նկատմամբ։ Ենթադրվում է, որ հիվանդությունը առաջանում է գենետիկ նախատրամադրվածության պարագայում, քանի որ իմուն պատասխանին մասնակցում են յուրահատուկ անտիգենային լեյկոցիտներ։ Ինչպես մնացած աուտոիմուն հիվանդությունների ժամանակ, արյան մեջ հայտնաբերվում են հատուկ հակածիններ և հակամարմիններ, որոնք ունեն դիագնոստիկ նշանակություն։ Լաբորատոր հետազոտության ժամանակ հայտնաբերվում են հակամարմիններ, որոնք ունեն բարձր զգայունություն, սակայն սպեցիֆիկությունը ցածր է։ Դրանք են հակակորիզային հակամարմինները, հակամարմիններ հարթ մկանների նկատմամբ և ատիպիկ պերինուկլեար հականեյտրոֆիլային ցիտոպլազմային հակամարմիններ։ Քրոնիկ հեպատիտ։ Մինչև 6 ամիս տևող հեպատիտը համարվում է սուր, 6 ամիս և ավել տևողը քրոնիկ։ Վաղ շրջանում քրոնիկ հեպատիտը ընթանում է անախտանիշ և սովորաբար ախտորոշվում է պատահական կատարված լաբորատոր քննություններով կամ սկրինինգների ժամանակ ընդհանուր ախտանշանների առկայության դեպքում։ Հիվանդության հարաճման հետ միասին ի հայտ են գալիս հետևյալ ախտանիշները՝ հոգնածություն, սրտխառնոց, փսխում, վատ ախորժակ, հոդացավ և այլն։ Դեղնուկ նույնպես կարող է առաջանալ և սովորաբար խոսում է հիվանդության ավելի ծանր ընթացքի մասին։ Քրոնիկ հեպատիտը ազդում է լյարդի հորմոնարտադրող ֆունկցիայի վրա, դրա հետևանքով հիվանդների մոտ կարող են առաջանալ ակնե, հիրսուիտիզմ, մազակալում ոչ բնական մազակալման հատվածներում, դաշտանային ցիկլի խանգարում կանանց շրջանում, լյարդի տարածուն ախտահարումը և ֆիբրոզը վերջիվերջո հանգեցնում են լյարդի ցիրոզի, սա էլ լյարդի ֆունկցիաների հարաճուն խանգարում է։ Ցիրոզը բերում է դեղնուկի, քաշի անկման, արյան մակարդելիության խանգարման, ասցիտի, հեղուկ որովայնի խոռոչում և ծայրամասային այտուցների, ոտքերի այտուց։ Լյարդի ցիրոզը կարող է հանգեցնել կյանքին վտանգ սպառնացող այլ բարդությունների ևս։ Դրանք են լյարդային էնցեֆալոպաթիան, կերակրափողի ստորին 1/3 երակների վարիկոզ լայնացում և հետագայում նաև արյունահոսություն, հեպատոռենալ համախտանիշի և լյարդի քաղցկեղ։ Նկատի ունեցեք, որ կարող եք ունենալ հեպատիտ և չիմանալ այդ մասին, քանի որ հաճախ հիվանդությունը կարող է սկսվել և երկար ժամանակ ընթանալ առանց որևէ գանգատների և արտաքին նշանների։ Հեպատիտի ախտորոշումը կատարվում է արյան թեստերով։